Վերջին զանգը սերիալը կարծես թե հերթական անգամ պատրաստվում է ցնցել հեռուստադիտողներին։ Վերջին օրերի ընթացքում սերիալի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել էին կադրեր, որտեղ ցույց էին տալիս, որ նկարահանումներն իրականացվում են Սևանում։ Այնտեղ էին Ֆաինան, Հենրին և բնականաբար Հենրիի ընկերը Հալալը, բայց այսօր հայտնի դարձավ, որ նկարահանումները տեղափոխվել են հիվանդանոց։ Սա բարձրացնում է բազմաթիվ հարցեր և առաջացնում տասնյակ ենթադրություններ։ Քիչ առաջ էլ ինստագրամում հրապարակվեց լուսանկար, որտեղ Հենրին հիվանդանոցում է և բնականաբար Անգելինան նրա կողքին։ Ինչ է ենթադրում այս ամենը, սյուժեն մոտեցել է իր հերթական ողբերգական ու բախտորոշ շրջադարձին։ Երբ Սևանում սկսվեցին նկարահանումները, շատերը չհասկացան ինչու հենց այդտեղ։ Բայց այժմ ամեն բան կարծեք թե տեղն է ընկնում։ Սևանն իր լեռնաշղթայով, անորոշ եղանակով և անծայրածիր տարածքներով հաճախ սերիալներում հանդես է գալիս որպես անցումային պահերի ֆոն։ Եվ ըստ ամենայնի, Հենրիի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարն էլ հենց այնտեղ է տեղի ունեցել։ Կադրերում երևում է, որ հիվանդանոցի միջավայրը լարված է։ Նշենք, որ հրապարակվել են կադրեր նաև նկարահանումներից։ Հենրին, լինելով սյուժեի առանցքային կերպարներից մեկը, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նա հիվանդանոցում է հայտնվել, կարող է լինել նաև հուզիչ տեսարաններ և ցույց տրվի դրամայի գագաթնակետը։ Հնարավոր է շրջադարձ։ Հնարավոր տարբերակներից մեկը նա փորձել է փախչել ճշմարտությունից, մենակության զգացումից և դժբախտ պատահարի է ենթարկվել։ Հնարավոր է նաև, որ սթրեսի տակ գտնվելով ինքնակամ հրաժարվել է ապրելու ցանկությունից, իսկ գուցե ինչ-որ մեկը միտումնավոր է իրեն այդ վիճակին հասցրել։ Սոսը, Միքայելը կամ նույնիսկ Լիլիթը, ոչինչ այս սերիալում պատահական չէ։ Իհարկե, Միքայելին կարելի է բացառել, քանի որ Միքայելը նրա հայրն է ու նրան սիրում է բոլորից շատ։ Սոսն էլ երբեք ձեռք չէր բարձրացնի երեխայի վրա, մնում է Լիլիթը։ Արդյոք Լիլիթը կապ ունի այս ամենի հետ։ Արդյոք հնարավոր է հետաքրքիր բացահայտումներ հենց հիվանդանոցում, քանի որ Անգելինան այնտեղ է։ Միգուցե նա իմանալով, որ իր եղբայրն է, ուղղակի եկել է եղբորը տեսակցության։ Հիվանդանոցում նկարահանված տեսարանները խոստանում են դառնալ սերիալի ամենահուզիչ և բարդ պահերից մեկը։ Այդ հատվածներում Դիանա Գրիգորյանի սցենարային վարպետությունը բացահայտվում է ամբողջ ուժով։ Խորը դրամա, ընտանեկան ողբերգություն, չբացահայտված սեր և ամենակարևորը՝ սպասում ճշմարտության։ Իսկ երբ ճշմարտությունը հասնի բոլորին, սերիալն ուղղակի կպայթի ինչպես երբեք։ Մենք դեռ սյոմկայի ենք հիվանդանոցում, տեսնես ինչ է լինելու։ Ժողովուրդ, բարևեք իմ հետևորդներին։ Բարև Էլիզի հետևորդներ ջան։ Կարծեմ պատվիսկայ։ Էլիզի հետևորդներ ջան։ Բարև Էլիզի հետևորդներ ջան։ Բայ ինձ հոգնած ենք, սոված ենք։ Ամենաթեժ, ամենաքննարկվող, ամենասպասված սերիալները դեռ առջևում են, այնպես որ կարող եք հետևել մեզ, որպեսզի բաց չթողնեք։ Տղաք, հլը աշեցեք ինչ եմ գտել։ Ես իսմանոր գզրցի, ուրեմն գեղին հետ կապված բանը մեղել եմ։ Այսի գիտեք ինչ է, էլի ուդելու բան, հիմի կսենիսի խեղճաղջի գանոթի է։ Այսօր մենք կսենք կար։ Այս ման բոգենքը, վրայինը կպճենքը, գիտեք ինչ յոդ է, մեջինը կուդենք, կուդվի, հաստատ կուդվի, խնդրեմ, ուզես դա կսած որ նյուրասի եմ քեզի, ինչ է խոսում, կսեմ այսիք մենք կուդենք, Գուդենք, կուտենք, թե գուդենք։ Ես քեզի սորվեցնեմ գներ բան։ Սովցրում, Սորվեցում։ Ապրի սորվեցնեմ։ Այսիկ կուդենք, այսիկ գուդենք։ Թե գուդենք լիսե, կուտենք։ Գուդենք։ Իսկ Լիլիթի նվերներ են արդեն վերում։ Ապրեք։ Բաչե հավես։ Չենք սիրում։ Շատ էլ բարի եմ,
Ժալ։ Միակ վատ բանն էր, որ ես շատ մրսում էի, բայց գտել եմ իմ ակուստիկ գույնի պլետ։ Միարա։ Թեթ, վառեք տակած է տախտը, ինչ նստած ենք, արդեն 10:30-ը, դեռ ունենք տեսարաններ նկարում են, այդպես, շատ լավ անցավ այսօրը սիրուն օր էր, ինձ համար, նացոտը դժգոհ էին, դե որովհետև Սևանն է ու ցուրտը, ցույց տամ Ռաֆոն ինչ անում, ինչ ես անում Ռաֆոն, խորոված քյաբա։ Հələ մի հատ կփչես եմ, որ փչում էիր։ Նա քարտիշներս կխանդեն։ Փչի։ Չես պրծած եմ, էլ որտե փչեմ։ Ացնել կողքի դուրը այս Զամս կուզես But it feels so empty without me. So come on, dear, come on your lips, jump back, jiggle and hit. No time for me, so everybody just follow me. 'Cause we need a little controversy, 'cause it feels so empty without me. I say this looks like no time for me, so everybody no controversy, 'cause it feels so empty without me. I know that you got a job, Miss Cheney, but you're Հասանք Սևան, վաղուց չի եղել Սևանում, մի 2 տարի է չեմ եղել Սևան, իմիջայլոց այս սիրուն նավի վրա ենք նկարելու, փոքրիկ սիրուն նավակա, որը նոր է, լրիվ նոր է, իմիջայլոց էջը կնշեմ, որովհետև շատ լավն է, սենց դուրս է գալիս Սևան, պտտվում է ու եթե տեսնում եք իհարկե բացվում է այդ փակ մասը, բայց համել փակ տարբերակ կա, այսինքն որ քամուց չսառեք, բայց շատ լավն է, համ շատ սիրուն է, բավականին հարմար է սիրուն փափուկ նստատեղերով, այնպես որ ի նկատի ունեցեք, էջը կնշեմ, շատ սիրուն է։